Բարույս երեկո, սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան, Facebook-յան ընկերներ։ Ուրեմն քիչ առաջ sense համացածում նորից տարածվեց, որ այդ ձևիցները, այդ թերհասները sense լուրջ նկարների հետ բան են անում։ Պատերազմի մեջ են մտել, ինչ որ ասում են 300,000 աշխատատեղ պետք է բացենք բան, մի խոսքով նկարների հետ իրաց ձևով, իրաց ձևի մեջ մտած sense պատերազմ են տալիս բանավիճում են Էսյանենյան ու sense հաղթած են դուրս գալի, մի հատ sense իրանց հաղթանակով ոգևորված sense մոսկուլ բան են անում, մտնում են մարդու կերպարի մեջ, տեսեք, այ մենք նկարների հետ բանավիճեցինք, ինչ ուզեցանք ենի ասեցինք, ոնց ուզեցանք են ձևել ասեցինք, ու հաղթահարած դուրս եկանք այս խոսակցությունից։ Գիտեք ինչ, ես sense տեսնելով նաև այսօր sense համանցածով մի հատ լուր տարածվեց, որ մոսկվաբնակ օլիգարխի աղբոր տղան, այն քնքուշ դեմքով Նարեկ Կարապետյանը, ինչ որ ինչ հիվանդությունների պատճառով խուսափել է իր սերը արտահայտվելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնարավորությունից։ Այսինքն խուսափել է հայոց բանակում, որպեսզի գնա եւ ծառայի եւ իր այս կեղծավոր սերը, որ հիմա Հայաստանին քարոզում է, որպեսզի արտահայտվեր իր սերը։ Նարեկ Կարապետյանը այդ քնքուշ դեմքով երիտասարդը ունացել է սրանից 8 տարի, 9 տարի, 10 տարի առաջ հնարավորություն, որ այսօրվա այս կես խոսքերը, որ արտահայտվում, այս կեղծերը, որ արտահայտվում Հայաստանի Հանրապետությանը, ունացել է այդ հնարավորությունը, որպեսզի գնա ռեալ կյանքում իր ծառայությամբ իր սերը արտահայտվի սեփական պետությանը։ Բայց ինչ պատճառներով, հիվանդությունների ինչ որ պատճառներով ինքը խուսափել է հայոց բանակում ծառայելու իր պարտավորությունից։ Եվ գիտեք ինչ, հիմա ես մտածում եմ, ասում եմ լավ, մոսկվաբնակ օլիգարխի որդին ինչ հիվանդությունով է տառապում, այդ ինչ հիվանդություն է ունացել, որ ինքը չի գնացել հայոց բանակ եւ իր սերը հայրենիքին չի մատուցել։ Նաև լսեցի, որ սրանից 8 տարի առաջ գնացել է պաշտպանության նախարարություն, դռները ջարդել է, այնտեղ ձենը գցել է գլուխը, ասել է ինձ տարեք բանակ, ես ուզում եմ գնամ ծառայեմ, չգիտեմ, խնդրել է, գոռացել է, վախեցրել է, մի խոսքով։ Բայց պաշտպանության բանակը մերժել, ասել է, չէ, տղա ջան, մենք չենք ուզում, որ դու գնաս հայոց բանակում ծառայես, որովհետև դու ի վիճակի չես հայոց բանակում ծառայելու, որովհետև դու հիվանդ ես, դու հիվանդություն ունես։ Այս կան մտածում եմ, ասում եմ, լավ, Նարեկը ինչ հիվանդություն կարելի է ունենա, որ իր խնդրանքին համաձայն դաժե չեն տարել իրան ծառայության։ Եկա այն եզրակացությանը, սիրելի մարդիկ, որ Նարեկ Կարապետյանը տառապում է թերհասությամբ։ Նարեկ Կարապետյանը թերհաս է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ինչի համար եմ եկել այս կարծիքին, որովհետև ժողովուրդ ջան, որովհետև մենակ թերհաս մարդը կարա նկարների հետ կռիվանի, նկարների հետ բանավիճի, վերջում էլ հաղթահարած դուրս գա։ Միան թերհաս մարդը, հասունացման հետ խնդիր ունեցող մարդը կարա իրան թույլ տա, որպեսզի նկարների հետ մտնի պատերազմի մեջ եւ բանավիճի նկարների հետ, կռիվանի նկարների հետ, ու վերջում հաղթահարած դուրս գա ու իր այդ հաղթանակից ոգևորված լուրջ դեմքով նայի տեսախցիկներին եւ sense մոսկուլ բանանի։ Միան թերհասը, որտեղ միան թերհաս մարդը կարա իրան թույլ տա, լուրջ դեմքով նայի տեսախցիկներին եւ ասի Հայաստանի Հանրապետության ուժեղացումը տեսնում եմ Սամվել Կարապետյանի մեջ։ Միան թերհաս մարդը կարա նման բան իրան թույլ տա։ Միան թերհաս մարդը կարա իրան թույլ տա, լուրջ դեմքով նայի տեսախցիկների մեջ եւ ասի, գիտեք ինչ, հեծի ձեզ իմ աշխատավարձը ստացել եմ եւ այդ աշխատավարձը նվիրաբերել եմ Տաշիր հիմնադրամին։ Տաշիր հիմնադրամը գիտեք ինչա։ Տաշիր հիմնադրամը դա իրանց ընտանիքի անձնական բյուջեն է, սիրելի ժողովուրդ։ Կարապետյանների անձնական բյուջեն է Տաշիր հիմնադրամը։ Տաշիր հիմնադրամը մի հատ sense կեղծ բարեգործական հիմնադրամ է, մի հատ կազմակերպություն է, որը որ 10 դրամի բարեգործություն են արել, տասնյակ հազարավոր դոլարների, դրամների հարկերից խուսափել են։ Տաշիր հիմնադրամը մի հիմնադրամ է, որ 20 դրամի բարեգործություն են արել 200,000 դրամների եւ դոլարների հարկերից խուսափել են։ Այդ հիմնադրամն է Տաշիր հիմնադրամը։ Կարապետյանների ընտանիքի անձնական բյուջեն է։ Այսինքն մի հատ անձնական բյուջեից փող են ստացել եւ այդ
Ստաց մի այլ անձնական բյուջեից փողը վերցրել են, մի այլ անձնական բյուջեին նվիրաբերել են, այսինքն աշ գրպանից վերցրելը դրել ձախ գրպանը, հասկանում եք, չէ՞։ Ու սենց դուրս դեմքով նա հիմա տեսախցիկներին ասում է, ես իմ աշխատավարձը հեծից, որ աշխատավարձը մստած է, նվիրաբերել եմ Տաշիր հիմնադրամին։ Այսինքն մի գրպանից վերցրել է դրել մի գրպանը։ Տաշիր հիմնադրամն է մի հիմնադրամը, գիտենք էլի։ Էլի ձեր Կարապետյանների անձնական բյուջեն է, որը որ տասնյակ տարիներով 10 դրամի բարեգործություն է կարել, տասնյակ հազարավոր դրամների դոլարների հարկերից խուսափել։ 20 դրամի բարեգործություն է կարել, տասնյակ հազարավոր դոլարների ռեկլամ անգել։ Այդ հիմնադրամն է։ Հիմա քանի որ դուք զրկվել եք 10 դրամի բարեգործություն անելուց եւ տասնյակ հազարավոր հարկերից խուսափելու, մռմռում եք, աբիշնիկ կպած կեղծ հայրենասիրական ճառեր եք ասում, որպեսզի ունենաք հնարավորություն նորից Հայաստանի Հանրապետությունում նորից մի տասնյակ տարիներով կեղծ 10 դրամի բարեգործություններ անեք, տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափեք։ 10 դրամի բարեգործություն անեք, տասնյակ հազարավոր դոլարների ռեկլամ ընկնեք։ Այդ հնարավորությունը այլևս Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովուրդը ձեզ չի ընձեռնելու, չի տալու։ Դուք զրկվել եք այդ հնարավորությունից։ Դուք զրկվել եք այն հնարավորությունից, որ կարողանաք Հայաստանի Հանրապետությունը նորից մի տասնյակ տարիներով ձեր անձնական հարստության եւ հաջողությունների համար աշխատացնեք։ Չի լինելու։ Այդ հնարավորությունը հայ մարդը ձեզ չի տալու։ Այդ թեր հասությամբ տարապող, այդ թեր հաս, հայ ժողովուրդը այդ հնարավորությունը ձեզ չի տալու։ Հայ ժողովուրդը այլևս ձեզ հնարավորություն չի տալու, որ Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն սեփականությունը 2 կոպեկ գրոշների դիմաց ձեռք բերեք ու ձեր անձնական հարստության համար աշխատացնեք։ Ու մի հատ տանեք բանկեր, լոմբարդներ դնեք, միլիոնավոր դոլարների վարկ վերցնեք ձեր անձնական կարիքները հոգալու համար։ Մեր տատիկ պապիկներից շատ եք խոսում։ Մեր տատիկ պապիկների գրպանի հաշվին ձեր վերցած վարկերը վճարեք։ Էդ եք դուք։ Գիտես, ձեզ լիքը ասվել է, ձեզ էլ չկա ասելու։ Ձեզ չկա ասելու։ Ամեն հայ մարդ ձեզ շատ լավ է ճանաչում։ Այնպես, ինչպես ձեր հարազատ ծնողները չեն կարող ձեզ այդպես ճանաչեն։ Ձեզ ընդամենը 5 ամիս հետո կա անելու։ Ու 5 ամիս հետո ես չգիտեմ իրավապահ մարմինները, քանի որ դուք ձեր տեսակը մերժված փաթեթը Մոսկվա բնակ օլիգարխ Տաշիր Սամվելիկն էլ է մերժված փաթեթի մեջ մտնում։ Հանկարծ թող ինքը այդ փաթեթից իրան չառանձնացնի։ Այդ օտար երկու օլիգարխը թող մերժված փաթեթից իրեն չառանձնացնի, որովհետև ինքը հենց ուղիղ մերժված փաթեթի մեջ է ու չի կարա իրան առանձնացնի այդ փաթեթից, ինչքան է որ ինքը ուզենա։ Ուրեմն լսեք, մերժված փաթեթը Ռոբիկի, Սերժիկի, այդ Մոսկվա բնակ օլիգարխի սքեմի տակ թաքնված հոգևոր կյանքը վտանգի տակ դրած օտար պետության կակեբեիշնիկի գլխավորությամբ դուք Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքներն եք։ Ես չգիտեմ ազգային Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքներով ազգային անվտանգությունը իրավապահ մարմինները ինչքանով կհետաքրքրվեն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ոնց կկասեցնեն, բայց մի բան լավ իմացեք, որ 5 ամիս հետո հունիս ամսին ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում հայ մարդը հավերժ հավիտյան ձեր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում դադարեցնելու է։ 5 ամիս հետո հունիս ամսին հայ մարդը տասնյակ տարիներով սպասված իր վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելով ձեզնից վերջնականապես ձեր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կասեցնելու է։ Սիրելի մարդիկ, սիրելի ժողովուրդ, գիտեք ինչ, Նարեկի տեսակը նորմալ է, որ չի ծառայել հայոց բանակում։ Իր տեսակը, իր որակի նորմալ է, որ այսօր պաշտպանության նախարարությունը թույլ չտա, որ ինքը գնա հայոց բանակում ծառայի, որովհետև ինքը թերհաս է, ինքը հասունացման խնդիր ունի, որովհետև այդ մարդը ապրել է ուտելու համար եւ միջև մի ապրում է մենակ ուտելու համար։ Այդ կապ չունի, որ ինքը բոյա քաշել, թուշերը ուրցրել է, գլուխը ուռած է, թիգունքը լայնացած է, չգիտեմ, մի քիչ քաշա գցել, իրա բոյին, իրա ջանի մի խափանբեք։ Այդ մարդը թերհաս է։ Այդ իսկ պատճառով ինքը չի ծառայել հայոց բանակում։ Այդ իսկ պատճառով իրեն թույլ չեն տվել, որ ինքը գնա հայոց բանակում ծառայի, անկախ իր խնդրանքներից, թե ինքը ոնց է պաշտպանության նախարարության դռները ջարդել, որ իրան տանեն հայոց բանակ, որ ինքը ծառայի։ Անկախ իր այդ խնդրանքներից, իր կամքից, թե ինքը ամեն վարքյան այդ մոլուսկով տարապում է, թե ինքը երբ պետքա գնա հայոց բանակում ծառայի եւ իր սերը հայրենիքին մատուցի, արտահայտվի իր սերը հայրենիքի նկատմամբ, անկախ իր այդ խնդրանքներից, իրան չեն թողելի, որպեսզի ինքը հայոց բանակում ծառայի, որովհետեւ ինքը տարապում է թերհասությամբ։
թերհաս է, թերհաս, հասունացած չի այդ մարդը, հասունացած չի, որտեվ ինքը անընդհատ կերել է ապրելու համար, ապրելա որ մենակ ուտելու համար, միջև մեել ապրում է ուտելու համար, մի մարդ, որ նկարների հետ կռիվանում, հաղթանակած դուրս գալի Մոսկոլ բանանում, այդ մարդուն ոնց կտանեն հայոց բանակ, որ ինքը ծառայի, ոնց, ես չեմ դուք եք, սիրելի մարդիկ, եթե ոչ թե հասը, ապա ով նկարների հետ կարա մտնի պատերազմի մեջ ու հաղթանակած դուրս գա մի հատ Մոսկոլ բանանի, ով միան ու միան թեր հասները կարող են նման վարքագիծ դրսևորեն, հասունացման հետ խնդիր ունեցողները, թեր հասները, միան թեր հասները կարան Հայաստանի Հանրապետության ուժեղացումը Տաշիր Սամվելիքի մեջ տեսնեն, միան թեր հասները կարան ասեն աշ գրպանից գումարս վերցրել եմ դրել եմ ձախ գրպանից մեջ, էդ են իրանք, նորմալ է, ես վստահ եմ, որ ինքը գնա վաղը բուժնության, որ մի հատ իրան զննեն, տենան արդյոք ինքը այն հիվանդությամբ տառապում ինչ տառապելա 8 տարի առաջ, ես վստահ եմ, որ բժիշկները նորից իմ խոսքերը ասելու են Նարեկ Կարապետյանն, ասում են Նարեկ ջան, եղբայր, ինչպես 8 տարի առաջ, այդպես էլ հիմա այսօր դու ի վիճակի չես հայոց բանակում ծառայելու, որովհետև դու դեռ հաս ես, որովհետև դու տառապում ես դեռ հասությամբ։ Որտե նորմալ է որ, չգիտեմ, թեր հասները չծառայեն հայոց բանակում, որտեվ իրենք բացի վնասից որևէ օգուտ չեն տալ, ժողովուրդ ջան, նորմալ է, մի նեղվեք։ Նարեկի բարագայում մի նեղվեք, որ ինքը հայոց բանակում չի ծառայել։ Ինքը ոչ թե խուսափել է, վախեցել է, այսան, մարդը հիվանդ է, լուրջ հիվանդություն ունի, որի անունը թերհասություն է, մարդը թերհաս է, տառապում է թերհասությամբ, հիվանդությամբ։ Թերհաս մարդը իրավունք չունի գնա հայոց բանակում ծառայելու, ոչ մի իրավունք չունի, որտեղ բացի վնաս տալուց ոչ մի օգուտ չի տալու։ Ժորժ ջան, նորմալ է։ Ես ամենյան հարգանքով եմ մոտիկանում այս բանին եւ հավատում եմ, որ ինքը առողջական խնդիրներ ունեցել, դրա համար ազատվել է բանակից, ու այդ առողջության խնդրի անունը թերհասություն է, այդ առողջության, այդ հիվանդության անունը թերհասություն է, որով Նարեկ Կարապետյանը տառապում է։ Էսա Ժորժ ջան, լավ եղնենք, ամուր եղենք, այս թերհասներից էլ ինչքան կանանք մեզ հեռու պահենք։ Հիմա էտա, ինչ անենք։ Թերհաս մարդիկ են, հասունացման հետ խնդիր ունեն, մեծանալու հետ խնդիր ունեն։ Էտա, թեթև տարեք, նորմալ է։ Շատ կարևոր հայտարարություն կա, որը առավել վերաբերվում է մեր որսորդ եղբայրներին։ Մոսկվաբնակ օլիգարխը վարչապետի թեկնածու է փնտրում եւ անհրաժեշտ է այնպիսի մարդիկ, ովքեր որ ամենակիչը 5 տարվա որսանելու փորձ ունեն եւ միջին մակարդակով տիրապետում են այդ որսանելու այդ բաներին, թեմաներին, էլի, ես չգիտեմ, ես կյանքում որսի գնացած չկամ, սա մեր որսորդ եղբայրները ավելի լավ կհասկանան, նրանք ովքեր 5 տարվա փորձ ունեն եւ հաջողակ որսորդներ են, կարող են դառնալ Մոսկվաբնակ օլիգարխի Տաշիր Սամվելիքի Հայաստանի եւ հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցած վարչապետի թեկնածու։ Սիրելի Հայաստանի Հանրապետությունում վերջին 5 տարում բնակչություն ունեցող որսորդ եղբայրներ, ովքեր ունեն փորձ որսորդության, հաջողակ որսորդ են, կարող են իրենց թեկնածությունը առաջադրել որպես վարչապետի թեկնածու Մոսկվաբնակ օլիգարխի այդ ձևիստերի կուսակցության մեջ։ Այս սրա վերաբերյալ։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում եւ թող մեր որսորդ եղբայրները զողությամբ մտածեն։ Սիրելի մարդիկ, այսօր ես ուղիղ եթեր չէի մտնելու։ Ուղղակի այսօր մարդկանց հետ շփումը ինձ թույլ տվեց, որպեսզի ուղիղ եթեր մտնեմ։ Ինչ են ասում, ես իհարկե անուններ չեմ շեշտի, որտեվ Անձնական խոսակցության մեջ մարդիկ խնդրել են իրենց անունները չհրապարակեն, ինչ պատճառներով, հեսա որ ասեմ կհասկանաք ինչ պատճառներով։ Բայց տեսեք ինչա կատարվում։ Մոսկվաբնակ օլիգարխի անշարժ գույքերը, ովքեր որ արենդավատ են անում, վարձակալում են, դες ինչ են ասում։ Ասում են Մամվել ջան, ես նայում ենք այս Նարեկի այս սրտմաչմլիկ խոսակցությանը, ասում է իր խոսակցությանը որևէ իրականության հետ կապ չունի։ Խոսում է միջին բիզնեսի մասին,
ցածր եւ միջին բիզնեսի մասին, խոսում է էժանության մասին, խոսում է հայ մարդու, չգիտեմ, ներկայի եւ ապագայի մասին։ Ասում եմ մենք որ հերոստատուսով ասում է դրա խոսակցությունը լսում ենք, ասում է մենք ասում է իր տեղը ասում է աման չմենք։ Ասում է լավ, խի միթե մարդ այդքան падոշ կլնի, այդքան, գիտես ինչ, չափից դուրս падոշ կլնի, ասում եմ միթե մարդու երեսը այդքան падոշ կլնի, որ ասենք տենց կարողանա sense մտնի մի հատ ձևի մեջ ու ձևական, կեղծավոր խոսույթներով հայ մարդու ներկայի եւ ապագայի մասին տեսեք մտածողա ու հենց սրտմաճմնիկ խոսակցություններ ասի, ասում եմ ինչ էլ է։ Ու շեշտում են։ Ու ասենք խնդիրները ասում են։ Ասում եմ լավ, դե ես ինքս ինձ համար գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցածները, հայ մարդու հետ չշփվածները երբևիցե։ Ես գիտեմ, որ իրանք ոտից գլուխ ձևականության մեջ են։ Ես գիտեմ, որ այդ մարդիկ անկեղծ սիրով սիրալված են օտարին, ուղղակի օրեկան միլիոնավոր դոլարներ են ծախսում կեղծ սիրով խոստովանություն անելու համար։ Ես դա գիտեմ ինձ համար։ Ասում եմ, բա լավ, դուք ինչ գիտեք, որ ես չգիտեմ։ Ասում եմ, դե շեշտում են, ասենք այն բաներն են շեշտում, որ այն օբյեկտների, այն կառույցների անունն են շեշտում, որ Տաշիր Սամվելիքի սեփականությունն է, անշարժ գույքն է։ Դալմայի անունն են տալիս, Տաշիր Տարգովի ցենտրի անունն են տալիս, ու տենց էլի շատ բաների անուններ են տալիս, որը պատկանում է Տաշիր Սամվելիքի սեփականությունը։ Ցիրկի անունն են տալիս, ասում է, տեսեք, ասում է, Նարեկը ասում է, մենք գալիս ենք, որպեսզի միջին եւ ցածր այդ բիզնեսը աճի, հարկերից զրկենք, էս անենք, մի խոսքով։ Ասում է, բա այդքանը որ ասում է իրանց անշարժ գույքը, ասում է Տաշիր Տարգովի ցենտրը որ կա, այդքան քառակուսի մետրը իրանց ազգի ընտանիք էլի, գինը դրել վրեն ու տավել մեծ վարձակալության։ Ասում է, Մանվել ջան, ցելի ամիս աշխատում ենք, հազիվ Տաշիր Սամվելի վարձակալության գումարն ենք վճարում, որովհետև այն ձև թանկ գներա դրել, այն ձև թանկ վարձակալություն է, որ չենք կարողանում մեր աշխատած գումարը, մեր եկամուտը մենակ տալիս ենք վարձակալության։ Նույնը Դալմայի, նրանք ովքեր Դալմայում շորի խանութի տեղ են վարձակալել, սննդի կետի տեղ են վարձակալել, չգիտեմ, հեռախոսի կետի տեղ են վարձակալել, ակնոց վաճառելու կետի տեղ են վարձակալել։ Ինչքանով եք վարձակալում։ Ինչ գներով եք վարձակալում։ Ասեք, հայ մարդիկ, դուք ձեր մեջ ասում եք, բայց բարձրացան էլ ասեք։ Բա Նարեկին ասեք, Նարեկ, այս ցածր միջին խավի մասին մտածող ես, ցածր միջին բիզնեսի մասին մտածում ես, գալիս ես, հարկերից զրկում ես։ Բա դեր այդ անշարժ խույքեր արա, ձեր սեփականություն արա, խեք արա, ձեր գիները դրել վրեն արա, չնայած դուք գին չունեք։ Դուք ձեր գինը մեկ դրամ այ անգիններ, այ գին չունեցողներ։ Այդ խեք արա աստղաբաշական գները դրել ձեր անշարժ գույքի վրա, ձեր սեփականության վրա ու sense վարձակալության եք տալի մարդկանց։ Այդ Տաշիր Տարգովի ցենտրում մարդիկ որ վարձակալում են, չգիտեմ, մեկը շորա ծախում, մեկը կոշիկա ծախում, մեկը կենա ծախում։ Այդ խեք կարա աստղաբաշական գներ դրել ու վարձակալության տալի։ Բա մարդու մասին մտածում եք։ Հայ մարդիկ չեն արա Դալմայում դեր տարածքները վարձակալում։ Տաշիր Տարգովի ցենտրում հայ մարդիկ չեն արա ձեր տարածքները վարձակալում։ Այդ խեք աստղաբաշական գներ դրել։ Բա մտածեք այդ մարդկանց մասին։ Չեք մտածում արա, բա դուք չգիտեք որ այդ մարդիկ աշխատում են ցելի ամիս իրաց եկամուտը տալիս են ձեզ որպես վարձակալություն։ Հա? Եթե X տարածքը տալիս եք, չգիտեմ, 500,000 դրամով, տվեք 200,000 դրամով։ Այդ խի չեք 200,000-ով տալիս, որ 500,000-ով եք տալիս։ Այդ ձեր, չգիտեմ, այդ ձեր Դալմայի ստայանքատեղերը, որ մեքենաների կայանման տեղ արա, այդ խի չեք անվճար սարքում։ Հայ մարդիկ չեն գալիս օգտվում։ Հայ մարդիկ են չօգտվում։ Բա անվճար սարքեք։ Արա այն որը ձեր տարածքա, ձեր սեփականությունն է, ձեր անշարժ գույքն է, որ հայ մարդը գալիս այնտեղ դաշե կայնում է, ասենց ոտով գալիս կայնում է, մի հատ, չգիտեմ, մի այսքան, տեղ զբաղեցնում, քիչ մնա էտել արա, չգիտեմ, բանկանեք դրա համար է փող կվերցնեք։ Արա մարդիկ դες բարև են տալիս, արա, քիչ մնա դրա համար է փող կվերցնեք, փողով մարդկանց բարևը կառնեք։ Հիմա եկել եք, այս ինչից եք խոսում։ Ու այո ասում են, ու ճիշտ են ասում։ Բա մտածող եք, բա հայ մարդկանց մասին մտածող եք, բա մտածեք։ Բա 500,000 դրամով մի տվեք վարձակալության ձեր սեփականությունը, 200,000 դրամով տվեք, 300,000-ով տվեք, արա 400,000-ով տվեք, այլ ոչ թե 500,000-ով։
Էդ եք դուք այդ կեղծիքներ, դուք ոտից գլուխ կեղծիք եք, ու գիտեք դուք այնքան կեղծիք եք, որ դուք այնքան ժալեչիկ եք, ռուսերեն ասեմ էլի, այնքան ժալեչիկ եք, որ կեղծավոր սիրո խոստովանության համար աշտները չի ճպում, օրեկան միլիոնավոր դրամներ ծախսեք, բայց ձեր ձեռը չի գնա ձեր գրպանը, ձեր ձեռը չի գնա ձեր գրպանը, մի հայ մարդու օգուտ տալու համար։ Դուք այնքան կապեշնիկ եք, այնքան սկպոյ եք, այնքան ժատնի եք, որ չեք ափսոսում կեղծավոր խոսքեր քարոզելու համար, օրեկան միլիոնավոր դրամներ ծախսելու համար։ Բայց Այն որ ձեր սեփականությունը 500,000 դրամով եք տալի հայ մարդուն վարձակալության, որ կարակ 200,000 կամ 300,000 դրամով տակ, այդ դուք չեք անի։ Այդ դուք չէ։ Դուք կեղծիքի համար աշտները չեք ճպում։ Կեղծիք տարածելու համար աշկները չեք ճպում, չեք խնայում։ Կեղծիքը կարոզելու համար չեք խնայում ծախսել, չեք խնայում։ Բայց որ իրականում պետքա մի օգուտ տակ ձեր պահվածքով, ձեր գործողությամբ, այ արդեն ձեր մարմինը դող անգնում։ Բարեք, արեք։ Արա միջին այսօրվա դրությամբ տասնյակ հարյուրավոր հայ մարդիկ միջին ցածր բիզնեսից օգտվում են եւ զբաղված են բիզնեսով, որը ձեր սեփական տարածքներն են վարձակալում։ Մտածում եք միջին եւ ցածր բիզնես անող հայ մարդու ներկա եւ ապագայի համար։ Իրա եկամուտների համար մտածում եք, որ ինք ավելի շատ եկամուտ դառնա։ Արա սրբությունները կորցրած անբարոյականի վաստակներ, ինչ եք նայում մարդու աչքերի մեջ ու ամբողջությամբ կեղծիքով, sense չգիտեմ ինչ կեղծավոր սիրո խոստովանություն անում հայ մարդուն։ Մտածում եք ցածր միջին բիզնեսի համար, մտածում եք հայ մարդու 1 դրամ ավել եկամուտի մասին մտածում եք, հայ մարդու գրպանի հաշվին մտածում եք, արա այդ միջին եւ ցածր բիզնես անող մարդկանցից հարյուրավոր մարդիկ ձեր անշարժ գույքերն են վարձակալում, ձեր սեփական անշարժ գույքերն են վարձակալում, ձեր վարձակալության գները իջացրեք, արա աշխատավոր հայ մարդու մասին մտածում եք, տասնյակ հարյուրավոր հայ մարդիկ կոպեկներով 24 ժամ աշխատում են ձեր սննդի կետերում, ձեր տաշիր պիցցաներում։ Արա նորմալ մարդավարի աշխատավոր հայ մարդուն վարձատրեք իր աշխատանքին համապատասխան։ Արա ինչ եք աշխատավոր հայ մարդկենաց 24 ժամ աշխատացնում քրտնքի մեջ մցրած եւ վճարում կոպեկներ։ Մտածում եք աշխատավոր հայ մարդուն։ Տասնյակ հարյուրավոր հայ մարդիկ ձեր սննդի կետերում աշխատում են։ Արա մեկին 20 մի օգուտ արեք, մեկին 10 օգուտ արեք, մեկին 5 օգուտ արեք, մեկին 18 օգուտ արեք, մեկին 1 օգուտ արեք, բայց աշխատավոր հայ մարդուն արժանապատիվ աշխատավարձ վճարեք, այս տահակներ։ Եկել եք, իսկ ինչեր եք ասում։ Մարդիկ ջան, ես ինձ համար որ գիտեմ, որ սրանք այս տահակները որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու հետ, ոչ մի կապ չունեն եւ չեն ունացելու, չեն կարա ունենան Հայաստանի Հանրապետության այսօրվա եւ վաղվա լավ օրվա հետ։ Ես գիտեմ, որ սրանք օտարի գործիքներն են։ Ես գիտեմ, որ սրանք անկեղծ սիրով սիրալված են օտարի եւ սպասարկում են օտարի շահերը։ Ժողովրդական լեզվով ասած, ես գիտեմ, որ սրանք օտարի տասովչիկներն են։ Եվ Հայաստանի Հանրապետությունում այս օտարին սիրարված օտարի շահերը սպասարկող օտարի տասոցիկները կեղծավոր խոսույթ քարոզելու համար միլիոնավոր դրամներ, դոլարներ են ծախսում օրեկան ու աշտերին չեն ճպում, բայց աշտերին ճպում են, որ իրենց անշարժ գույքերը 500,000 դրամով չտան վարձակալության, այդ տան 200,000 դրամով, աշտերում ճպում են, մստերից էթոմա Որ 24 ժամ իրանց սննդի կետերում հայ աշխատավոր մարդկանց որ աշխատացնում են, մստերից է թումա որ արժանապատիվ աշխատավարձ վճարեն։ Բայց եթե մեկին 20 օգուտ չանեն, իրանց քարը որն է։ Այս Հայաստանի Հանրապետությունը որպես հարստանալու միջոց իրանց համար օգտագործածների քարը որն է, ինչի մեջ է։ Սրանք Հայաստանի այս սրանք որսորդներ են։ Այս որսորդները Հայաստանի Հանրապետությանն են վերաբերվել որսորդական այդ խարակցերով, հոգեբանությամբ։ Ու տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետությունը որսացել են։ Հայաստանի Հանրապետության սեփականությունը 2 կոպեկ գրոշների դիմաց որսացել են ու իրանց հարստանալու համար իրանց բիզնեսի բանն են բացել։
14 տարի ցիրկ են սարքել։ 2 կոպեկ գրոշների դիմաց տիրացել են ցիրկի շենքին Հայաստանի Հանրապետության սեփականությանը։ 14 տարի ժամանակ է պահանջվել, որ սրանք մի հատ ցիրկ սարքեն։ Ցիրկն է պետք է պետականացվի։ Բոլոր Հայաստանի Հանրապետության սեփականությունը, բոլոր Հայաստանի Հանրապետության անշարժ գույքերը, որոնք որ այս տահակները 2 կոպեկ գրոշի դիմաց սեփականացրել են, պետք է վարկան առաջ վերադառնա Հայաստանի Հանրապետությանը եւ կվերադառնա։ Ինչպես հեծը վերադարձավ Հայաստանի Հանրապետությանը, այդպես էլ ցիրկը պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետությանը։ Այս Մոսկվա բնակ օլիգարխի գործունեությունը պետք է կասեցվի Հայաստանի Հանրապետությունում։ Այս օտարի քոցերի, օտարի շահերը սպասարկողների այս կակեբեշների գործունեությունը պետք է կասեցվի Հայաստանի Հանրապետությունում։ Պետք է կասեցվի։ Այս Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքների գործունեությունը պետք է կասեցվի Հայաստանի Հանրապետությունում։ Ու կկասեցվի Հայաստանի Հանրապետությունում, ու կկասեցնի հայ ժողովուրդը 5 ամիս հետո հունիսին ընտրատեղ եմ ասում, կկասեցնի այս օտարի քոցերի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ քաղաքական մակարդակով տասնյակ տարիներ ուսումնասիրիր վրեժը կլուծի դրանցից։ Ու կլուծի, որևէ մեկը չկասկածի։ Դուք ոտից գլուխ կեղծիք եք, այս տահակներ, ոտից գլուխ։ Դուք երբևիցե կապ չեք ունեցել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հետ։ Դուք միշտ հայ մարդու ցավոտ տեղի վրա աղ լցնողներն եք եղել, հայ մարդու ցավոտ տեղերը օգտագործել եք ձեր անձնական PR-ի համար, հիմա էլ եկել եք այս տահակներ։ Այն որ արդեն էլ չեք կարողանում 10 դրամի բարոգործություն անեք, տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափեք, եկել եք աբիժնիկ կպած հայրենասիրություն եք խաղում, հա։ Գիտես Տաշիր Սամվելիկ ինչի համար է հայրենասիրություն խաղում, որովհետև դու չես կարող 10 դրամի բարեգործություն անես, տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափես։ Այդ դրա համար աբիժնիկ ես կպել։ Եվ մտել ես հայ մարդու կերպարի մեջ ու քեզ թույլ ես տալի կեղծավոր դեպք ընդունած հայ մարդու արդեն դու ճանաչում ես, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որ անապահով են ապրում։ Այս տահակ Բայց անապահով ընտանիքի, այն անապահով խավի հաշվին, այդ խի իրարա միլիոնավոր դոլարների վարկեր վերցնում անձնական կարիքները հոգալու համար։ Այդ միլիոնավոր դոլարների հետ որ դրել ես բանկ, միլիոնավոր դոլարների վարկեր ես վերցրել անձնական կարիքները, ընտանիքի անձնական կարիքները հոգալու համար։ Ու այդ անապահով ընտանիքի այդ ժողովրդի գրպանից այդ վերցած վարկերը վճարել ես։ Այդ վաղ չէիր մտածում, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ովքեր հացի խնդիր ունեն, ովքեր մարդավարի նորմալ ապրելու խնդիր ունեն։ Չեք ճանաչում։ Այդ առաջ չամիջի բուլկին չեք հիշում այդ ժամանակ չեք ճանաչում այդ մարդկանց։ Հիմա ինչ եք եկել արա ճողոքնի կարա հանուն Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության համար երկրային հրեշտակներ դարձած մեր հերոս եղբայրների անունները հիշատակելով ձեր քաղաքական PR-ի համար, անապահով ընտանիքի անդամների անունները հիշատակելով ձեր PR-ի համար։ Այ անբարոյականի վաստակներ հասկացանք ամեն ինչին չափ ունի, անբարոյականությանն էլ չափ ունի, բայց դուք լրիվ չափները տանցել եք։ Դուք դաժանցել եք անբարոյական լինելու անբարոյական չափերը արդեն։ Հայ մարդը ձեզ չի ներելու։ Հայ մարդը ձեզ չի ներելու։ Հայ մարդը տասնյակ տարիներով սպասված իր վրեժը լուծելու է հունիս ամսին ընտրատեղամասում, քաղաքակիրթ մակարդակում եւ հստակ անգաշներ տող արեք, որ քաղաքական մակարդակով ձեր բերանից վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծածարունը։ Չկասկածեք, ոչ մի ալիգարխ, ոչ մի օտարի լանդ չի կարա Հայաստանի Հանրապետությունում թփրտա, չի կարա իր օրակարգը թելադրի, որովհետև իրանք կենթարկվեն քաղաքական սամասուդի, իրանք արդեն ենթարկված են, քաղաքական մահը իրենց տաների մեջ նստած է, հայ մարդը այլևս չի պատրաստվում եւս մի քանի տասնյակ տարիներով դառնա ձեր բեսպրիցելի արևանգության գերին, չի պատրաստվում, այ օտարի քոցեր, այ օտարին սիրահարված օտարի շահերը սպասարկող կակեբեշկներ։ Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար գիտեք ինչ ա եղել, սենց տուրիստական մի հատ տեղ ա եղել, որ դուք 5 տարի մետ, 2 տարի մետ եկել եք Հայաստանի Հանրապետությունում կուրաժիտ ըլնելու համար, եկել եք Հայաստանի Հանրապետություն որպես կուրաժիտ ըլնեք։
ձեր շքեղ մեքանիաներով, ձեր կալոնաներով եկել եք չտեսություն եք արել Հայաստանի Հանրապետությունում, այդ չտեսներ։ Այ Հայաստանի Հանրապետությանը դուք այդ ձև եք վերաբերվել, որ օտար պետություններից գաք, ձեր կալոնաներով, ձեր շքեղ մեքենաներով չտեսություն անեք Հայաստանի Հանրապետությունում, որ ասեն այ տեսեք հայ ժողովուրդ, այ տեսեք տաշիրի կալոնան ացավ, օй տաշիր Սամոն Հայաստան ա եկել, այդ չտեսներ, այդ եք եղել, այդ եք եղել։ Էդ է եղել, այ Հայաստանի Հանրապետության հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց ձեր սեփականությունը դարձրած։ Աշները չի կուշտացել, հիմա էլ ուզում եք Հայաստանի Հանրապետությունը տանեք Զբերբանկ Լոմբարդ դնեք, չի ստացվելու։ Հայաստանի Հանրապետությունը չեք կարողանալու Զբերբանկ Լոմբարդ դնեք, այ օտարի քոծեր, որտեվ հայ մարդը քաղաքական մակարդակով ձեզ ոչնչացնելու է։ Օրորի ձեզ ոչնչացնում է, օրորի, կեցե խաղաղությունը, իսկ նրանք ովքեր ընդդիմանալով խաղաղությանը փորձում են պատերազմներ հրահրել, պատերազմի մունուսկով են տառապում, որ ինչա, որպես գուբերնատոր վեր են գնել հանրապետությունում գտնվող կառավարության շենքում, ես ձեր ընտանիքի անդամներին ցավակցում եմ, այդ ձեր մունուսկով տառապողներին։ Այդ ձեր մունուսկով տառապողներին ես ցավակցում եմ, ձեր ընտանիքյան, ձեր թորներին, ձեր կանանց, ձեր աղջիկներին, ձեր տղաներին քաղաքական մակարդակով իմ ցավակցությունն եմ հայտնում։ Կեցե խաղաղությունը, որովհետև Հայաստանի Հանրապետության հայ մարդու ուժեղացումը, հզորացումը, աշխուժությունը, զարգացումը բոլոր ոլորտներում, բոլոր բնակավորներում, կյանքը, շատացումը, աշխարհը դա խաղաղության մեջ է։ Կեցե խաղաղությունը, կեցե Հայաստանի Հանրապետության ավելի քան ինքնուրույն, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը կեցե հայ ժողովուրդը, ովքեր որ սպասարկում են խաղաղության շահերը, ովքեր որ սպասարկում են իրենց սեփական պետության շահերը, ովքեր որ սպասարկում են եւ ովքեր որ գործում են իշա իրենց սեփական պետության շահերից ելնելով։ Իսկ նրանք ովքեր հակառակ մոտեցում ունեն այս ամենը, իրեն կապ չունեն հայ ժողովրդի հետ, իրեն կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, չեն ունացել, չունեն եւ չեն էլ կարող ունենալ։ Հայ մարդը թույլ չի տա իրենց, որ իրենք ինչ-որ կապ հաստատեն, ինչ-որ կեղծավոր կապ հաստատեն Հայաստանի Հանրապետության հետ, որովհետեւ իրանց կապը մենք գիտենք որն է։ Իրանց կապը լինելու է այն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին լոմբարդ դնեն Զբերբանկ։ Այ իրանց կապը է տալնելու։ Իրանց կապ է տալնելու այդ մեկ դրամանոցների։ Բա ձեր տեղով որ լինի, ձեր մուլուսկով ով որ է տարապի, ինչպես դուք եք ասում թքացեցի վրա, մա թքած կունենա այդ աշխատավարձի վրա։ Բա ձեզ աշխատավարձին չինա պետք։ Բա այն մարդիկ ովքեր որ տարապում են, թե երբ պետք է ունենան հնարավորությունում, որ Հայաստանի Հանրապետությունը լոմբարդ դնեն Զբերբանկ։ Այդ մուլուսկով տարապող մարդիկ, այդ մուլուսկով տարապող մարդկանց մտքով կանցնի, որ թե իրանք ինչքան աշխատավարձ պետք է ստանան։ Իհարկե չի անցնի։ Իրանք թքած ունեն այդ աշխատավարձի վրա, ինչպես որ թքած են ունացել հետցի վրա։ Այնքան էլ անգրադետ են, այնքան էլ ստահակ են, այնքան էլ դեբիլ են, որ չեն հասկանում, որ հետցի վրա չի կարելի թքել։ Հոսան կհաղորդի եւ կտակ սպանի իրանք։ Այս տահակներ հետ է ղեկավարել։ Այդ որ ասում եք թքած ունենանք հետցի վրա։ Դուք չգիտեք որ հոսանքի վրա չեն թքում։ Հոսան կհաղորդի։ Կհոսանք հարի, հոսանքը կտակ սպանի քեզ, այ գյադա, այ օտարի քոց, այ տաշիր Սամվելիկը, բերանը ծուրտիկ խոխեն, մերժվածը, այս սքեմի տակ թաքնված հոգևոր կյանքը վտանգի տակ դրած օտար երկա կակեպեշնիկ այդ կտրիժներ սիսանը, դրանք Հայաստանի Հանրապետության ներկա եւ ապագայի սպառնալիքներն են, դրանք ազգային անվտանգության սպառնալիքներն են եւ քաղաքական մահը վարկան առաջ պետք է վրա հասնի Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքներին ու կհասնի քաղաքական մահը իրենց հետևից կգնա քաղաքական մահը եւ իրենք կարժանանան քաղաքական մահի այդ օտարի քոցերը այդ օտարի լանքերը կարժանանան քաղաքական մահի եւ դրանց անուն ազգանունները դրանց ածականները դրանց ակցիալը ներկան այս պետությունում ոչինչ չասող երևույթ է ոչինչ չասող ոչ մի եղանակ չի կարա փոխի ոչ մի եղանակ որովհետեւ իրենք արդեն իսկ արժանացել են քաղաքական մահի իրենք խրխռում են իրենք վերջից շնչերում են եւ
ոչ մի բժիշկ աշխարհում գոյություն չունի այնպիսի բժիշկ, որ կարողանա իրենց փրկի, որովհետև իրենք տառապում են անբուժելի հիվանդությունով։ Իրենք տառապում են անբուժելու հիվանդությունով եւ չկա այնպիսի մի հատ դեղամիջոց, որ կարողանա իրենց փրկի։ Չկա աշխարհում այնպես մի բժիշկ, որ կկարողանա իրենց փրկի, որովհետև իրենք տառապում են անբուժելի հիվանդությունով։ Քաղաքական մակարդակով ցավակցություններից եմ հայտնում ձեր ընտանիքի անդամներին։ Օղորմիցես, օղորմի։ Բարի գիշեր ձեզ։